Այդ հաղթանակի զգացումից ու բերկրանքից, որի բոլորս ձգտում ենք, բարձրաձայնելով կամ թաքուն մեր մտքով կամ մեր սրտերի մեջ։ Չկա մի մարդ, որ չի ձգտում դրան։ Չկա մի մարդ, որ չի ցանկանում հաղթանակ ունենալ։ Այո, նաև որոշակի իմաստով դժվարություններ ենք ունենում հանրային կյանքում, որովհետև մարդիկ, ովքեր 2018 թվականին հրապարակներում իրենց համար հաղթանակ կնքեցին, որոնցից փառք Աստծո շատերը ուղղակիորեն հասկացել են, գիտակցել են, թե ինչ աղետ է բերել այս չարիքը մեր պետության, մեր երկրի, մեր ընդհանրապես գոյության վրա, հրաժարվեցին եւ հրաժարվում են, բայց ոմանք էլ պարզապես միամտորեն այդ հաղթանակը, որ կնքել են 2018-ին, ճակերտավոր ասած, նրանք չեն ուզում հրաժարվել այդ հաղթանակից, որովհետև միգուցե ոմանց կամ շատերի համար այդ հաղթանակը, դարձյալ եմ կրկնում, ճակերտավոր հաղթանակը իրենց կյանքի միակ հաղթանակն եղել։ Ես ինչու եմ ասում սա, որովհետև յուրաքանչյուր մարդ իր սրտում, իր հոգում, իր անձնական կյանքում լինի դա, իր ընտանեկան կյանքում լինի, իր ձեռքբերումների միջոցով կամ այլ կերպով անընդհատ ձգտում է այս կյանքում հաղթանակ ունենալ։ Եթե անհատական կյանքում դա ճիշտ է, ուրեմն նաև եւ հատկապես եւ առավել եւս մեր հավաքական կյանքում է դա ճիշտ, մեր ձգտումը պիտի լինի դա։ Չկա մարդ, որ ցանկանում է պարտություն ունենալ։ Բացի այս չարիքից, որը գովերքում է պարտություն, որը իր պարտությունը համարում է բոլորինը, վերագրում է ավելի ճիշտ բոլորիս եւ իր պարտությունը փորձում է ուրեմն տարածելով մեզ վրա ներկայացնել որպես հաղթանակ, ինքնիշխանություն, ձեռքբերում, անկախության նվաճում, խեղկատակ, ուրիշ ոչ մի բան։ Այսօր մենք, սիրելի ժողովուրդ, մի քանի բան կար, որ ուզում եմ խոսել, նշելով ինչ որ մեր հանրային կյանքում տեղի ունեն։ Նախ ուզում եմ շնորհավորել Գյումրիում եւ Փարաքարում, մեր համայնքներում, մեր հարազատ համայնքներում, մեր բոլորիս, բոլոր ձգտում, տեսիլ, կարդարության, ճշմարտություն եւ հայրենիք ունեցող մարդկանց հաղթանակի առիթով։ Այո, դժվարություններ կային, հատկապես Գյումրիում, որոնք հաղթահարվել են այս պահին գոնե եւ հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի ճիշտ ճանապարհով ընթանալով։ Այն սկզբունքով, ինչ որ մեր Տերն ասում է, ուրացիր քո անձը, բան չես շահելու, աշխարհն էլ շահես, անձդ կորցնես, ինչ օգուտ ունի, ոչ մի օգուտ չունի։ Բոլոր տեսակի հաշիվներ, մեծ ու փոքր, դրանք լինեն արդար կամ ոչ, իրավացի կամ ոչ, ավելին չեն, քան մեր կյանքը, մեր գիտակցությունը, մեր հայրենիքը, մեր պետությունը, մեր Աստված եւ ժամանակի մեջ նաեւ հաղթանակ ունենալու զգացումը։ Միգուցե մեր այս փոքրիկ հատվածում մենք կարծենք, որ մեր ինչ որ բաներ զիջեցինք եւ այլն, բայց մեծ հաշվով այո հաղթեցինք բոլորս։ Սա շատ կարևոր հանգամանք է եւ ուրախ եմ, որ Գյումրիում, հատկապես Գյումրիում այդ զգացումը այսօրվա դրությամբ հաղթահարված է եւ նաեւ ցանկությունս է, որ այդ հաղթանակի շունչը իսկապես ոչ թե նկատվի որպես քաղաքական շահ կամ տեղական ինքնակառավարման մարմնում հաղթանակ եւ այլն, այս կամ այն անձի բոլորին էլ արգանքով, այլ նկատվի որպես բոլորիս հաղթանակը եւ այն հույսի զգացումը, վերականգնումի զգացումը, որ շունչը կարող է տարածվել բոլոր տեղերում, մարդիկ հասկանան, որ իրենք կարող են հաղթել եւ ոչ թե չեն կարող, որի գիտակցությունը, զգացումը մենք ամբողջ տարվա, նախորդ տարվա ընթացքին փոխանցել ենք եւ ուրախ եմ, որ այդ դրական ու կարևոր արձագանքը մեր ժողովրդի լայն շերտերի կողմից տեղի է ունեցել եւ շարունակում է տեղի ունենալ։ Ուզում եմ շնորհավորել Փարաքար համայնքին, մեր ժողովրդին, Միասնություն դաշինքի գլխավորությամբ պարոն Վալոդիա Աբրահամյանին ապրելու երկիր կուսակցությունը ներկայացնելով եւ շնորհավորել իր անձի միջոցով բոլոր
այն ավականիների անդամներին, որոնք շատ շուտով ընտրվելու են եւ ղեկավարելու են համայնքի կյանքը, շնորհավորել իրենց եւ մեզ բոլորիս այս կարևոր հաղթանակի առիթով։ Թող դրանք փոքր թվան մարդկանց, բայց զգացում են, այո, ես անցյալ օրը ասել եմ դրա մասին, որ չափազանց հուզիչ էր տեսնել մարդկանց այս տարիների ընթացքում այդպես համախումբ կերպով բացականչելու հաղթանակի մասին։ Ուրիշ բան չէին մարդիկ բացականչում, քան հաղթանակ բառը։ Սա պիտի դառնա մեր բոլորի ճանապարհի առանցքը, մեր գիտակցության սկզբունքի առանցքը, որ մենք գնում ենք հաղթանակի, ոչ այլտեղ։